Պարոն Ֆարմանյան, ճիշտն ասած, ձեր երկխոսությունից այդ հարցը մոտս առաջացավ։ Մի տեսակ տարօրինակ պատկեր է, էլի։ Հիմա պարոն Մամիկոն Ասլանյանը, որը հանրապետական կուսակցության ներկայացուցիչն էր Վանաձորում եւ Վանաձորի քաղաքապետը հանրապետական իշխանության օրոք։ Ձեզ, որը երկար տարիներ, ես ոնց հասկանում եմ, աշխատել է հանրապետական իշխանության օրոք Մաքսայինում, հարցմա կոռուպցիոն դրսևորումներ եղել են, դուք ասում եք, հա, եղել են, բայց ես կապ չունեմ, սա իմ քաղաքական գնահատականն է։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, լավ, ենթադրում եմ ձեր ամբողջ ֆրակցիան այս նույն բանը կասի ու մեզ հարցը տան, բայց ես ուզում եմ հասկանամ։ Երբ որ դուք ասում եք, այո, եղել են արատավոր երևույթներ, իդեպ ճիշտ եք ասում, այո, կույր էր պետք լինել չիմանալու համար, որ եղել է ալան-թալան։ Դուք չօգտագործեցիք այդ բառը, բայց ինձ թվում է կարող է եւ օգտագործեք հետագան։ Բայց ես ուզում եմ հասկանամ։ Հիմա նայում եմ ձեր ֆրակցիային, պարոն Արեգ Կարապետյանը, որդին է Կարեն Կարապետյանի, որը հիմա չի կարելի արձագանքել, որը եղել է հանրապետական խմբակցության անդամ, ասենք 2018 թվականի դրությամբ եւ կուսակցության անդամ եւ խորհրդի անդամ։ Պարոն Մամիկոն Ասլանյանի մասին ասեցի։ Պարոն Հարություն Մնացականյանը, եթե չեմ սխալվում, հանրապետական կուսակցության անդամ էր, հիմա չգիտեմ, անդամ է թե չէ։ Պարոն Շիրազ Մանուկյանը երիտասարդ է, չգիտեմ, այն ժամանակ արդեն հասցրել էր հանրապետականի երիթև մտնել, թե չէ։ Պարոն Էդգար Ղազարյանը հանրապետական կուսակցության անդամ էր, մարզպետ, հետո դեսպան։ Հիմա ես հարգելիներս խնդրում եմ հանգիստ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ։ Եկեք նստեն ասում եք, հա, դատապարտում ենք այդ արհարտավոր երևույթները, բայց մենք դրա հետ կապ չունենք։ Հարգարժան պարոն Ֆարմանյան, բա ով կապ ունի։ Օրինակ ով, ասենք ով, ասում եք եղել, կամ սենց վերաձևակերպեմ հարցը սենց, որ հստակ լինի, ասում եք եղել են արատավոր կոռուպցիոն երևույթներ, հարց համարում եք, ինչու են եղել այդ երևույթները, ինչի, օրինակ ինչի է տենց եղել, եւ ինչ երևույթներ, եւ հարց համար 2, դուք մեղավոր չեք, պարոն Կարապետյանի հայրը մեղավոր չէր, Մամիկոն Ասլանյանը մեղավոր չէր, Էդգար Ղազարյանը ընդհանրապես վստահ չէ, որ ինքը կարող է մեղավոր լինել ինչ-որ բանում, Շիրազ Մանուկյանն էլ շատ երիտասարդ էր, Հարություն Մնացականյանն էլ պաշտոն չես բացնում։ Լավ, ով էր մեղավոր։ Շնորհակալ եմ հարցի, ներողություն։ Շնորհակալություն։ Իմ հարցը այլ խմբակցության։ Պարոն Ռուբինյան, շնորհակալություն, հստակություն մտցնեմ։ Խոսքը վերաբերում է պետական եկամուտների կոմիտեին, քանի որ ես հանձնաժողովի նախագահի թեկնածու եմ, ես պատասխանում եմ ինձ ուղղվելիք հարցերին։ Սա վերաբերում է Պեկին։ Դուք խոսեցիք ընդհանուր, որ մեր թիմակիցները նախինում եղել են հանրապետական կուսակցության անդամ։ Ես շատ ինձ հետաքրքիր է, օրինակ, ձեր խմբակցության անդամների մեջ չկան, որ եղել են նախին կուսակցական, սա մեկ, հարց եմ հնչեցնում ռետորական, եւ երկրորդ, պարոն Ռուբինյան, դուք չէիք վարում նիստը, մեկ անգամ եւս հիշեցնեմ, շատ ուշադիր նայեք ձեր նախընտրական ցուցակը, նույն Պեկի, ես իդեպ չեմ եղել բարձրագույն պաշտոն զբաղեցնող, ես եղել եմ գլխավոր պաշտոն զբաղեցնող անձ, հաստատ մի հոգու կամ 2 հոգու կգտնեք, ովքեր ձեզ մանրամասն կբացատրեն այդ տարիների ալան-թալանի համար։ Մենք պատասխանատու չենք դրա համար։ Իսկ ինչ վերաբերում է մեր թիմակիցներին, մի հատ ամփոփ եմ, Ժողովուրդ ջան, երկակի ստանդարտները դրանք շատ վատ բաներ են։ Երկակի ստանդարտ իրենք լավ գիտեն, պետք չի։ Երկակի ստանդարտները շատ վատ բան են, Ժողովուրդ ջան։ Գերիներս մի խանգարեք ձեր գործընկերոջը։ Ուրեմն երկիրը կործանման տանելու ամենակարճ ճանապարհներից մեկն է։ Երբ որ դուք հարցը հնչեցնում եք, հարգելի գործընկերներ, խորհուրդ կտամ մի հատ նայեք, դա ձեզ վերաբերում է թե չէ, նոր հարց տվեք։ Հիմա եթե ձեր խմբակցությունը մաքրե-մաքուր է, խնդիր չկա, այդ հարցը տվեք։ Հիմա երբ որ դուք ասում եք հանրապետական կուսակցության անդամ նախին, դա ներողություն եմ խնդրում։ Պարոն Հարությունյան, մի խանգարեք։ Ներողություն եմ խնդրում եւ մի բան էլ, ուրեմն ասենց բան ընդգծեմ շատ կարեւոր։ Ինչա հանրապետական կուսակցությունը, որ դուք ասում եք հանրապետական կուսակցության անդամ, բոլորը հակապետական գործիչներ են եղել, ինչի մասին է խոսքը։ Ասենք թե մարդը եղել է հանրապետական կուսակցության անդամ, ի՞նչ կա դրա մեջ։ Ինչ որ հակապետական գործունեություն են իրականացրել։ Մենք ձեզ նման բան չենք ասում, չէ՞, որ ձեր խմբակցության մեջ կա նախկին, հիմա ձեր փոխ վարչապետերից չկան, որ նախկին են եղել։ Եվ վերջապես մի շատ լավ առաջարկ ունեմ, պարոն Ռուբինյան։ Եկեք Ժորժ ջան, իմ առաջարկը ընդունեք։ Սահմանում ենք այսուհետ 2026 թվականի հունվարի 1-ին ով ծնվել է նախկին չի։ 2026 թվականի հունվարի 1-ից առաջ բոլորը նախկին են։ Եթե առաջարկս ընդունեք, այս թեման կփակվի։ Շնորհակալ։ Լրություն, հիմա ես արձագանքում եմ, հարգելի պարոն Ֆարմանյան։ Դուք իմ հարցին ընդհանրապես չպատասխանեցիք, այսինքն մասամբ նույնիսկ չպատասխանեցիք։ Հիշեցնում եմ հարցս, իմ հարցը այն չէ, թե մենք ինչպիսին ենք, մեր մեջ ով կա, ով չկա, կարող եմ արձագանքել ձեր ասածներին, բայց ընդհանրապես դա ռելևանտ չի իմ հարցին։ Իմ հարցը հետևյալն է։ Հիմա դուք ասում եք, որ նախկինում եղել է կոռուպցիա եւ արատավոր երևույթներ։ Այո, համաձայն եմ, ունենք 100%-անոց կոնսենսուս ձեր այդ պնդման վերաբերյալ։
Հիմա հաջորդ հարցն եմ տալիս։ Ասում եմ, հարգարժան պարոն Ֆարմանյան, այդ արատավոր երևույթները ինչի կային հարց համար 1 եւ հարց համար 2, ով էր այդ արատավոր երևույթների մեղավորը, որովհետեւ ես մասնավորեցնեմ, էլի ինչի եմ ես հարցը տալիս։ Ինչու ես նշեցի հարգարժան անձանց, որոնք կապ են ունեցել նախորդ իշխանության հետ, որտեվ հիմա դուք պնդում եք, որ դուք եկել եք, որպեսզի մեզնից լավ կառավարեք, բայց համաձայնեք, որ տրամաբանական կլինի կասկածի տակ առնել ձեր այդ պնդումը, հաշվի առնելով, որ դուք արդեն ունեք ցույց տված աշխատանք, ձեզնից շատերը, եւ հետեւաբար, եթե օրինակ պարոն Էդգար Ղազարյանի պայմանական եմ ասում, էլի, ժամանակ ասենք Վայոց ձորում կոռուպցիա է եղել, եթե դուք համաձայն եք։ Տրամաբանական չի լինի ասել, բայց մի վայրկյան, բայց ինչի՞ Էդգար Ղազարյանը նորից ուզում դառնալ, ասենք, չգիտեմ, Վայոց ձորի մարզպետ կամ արտգործ նախարար։ Հիմա խնդրում եմ պատասխանեք, ով էր այդ կոռուպցիայի մեղավորը, ով։ Պարոն Ռուբինյան, ես փաստ եմ արձանագրում, չգիտեմ ով էր մեղավորը, բայց մի կարևոր ընդգծում։ Եթե դուք ասում եք Վայոց ձորի մարզպետ է եղել պարոն Էդգար Ղազարյանը, 2 Վայոց ձորի նախկին մարզպետ ձեր թիմում կա։ Հիմա եթե հարցադրումը այդ տեսանկյունով ենք դնում նախկին մարզպետ, նախկին քաղաքապետ, հիմա ձեր թիմում էլ կան մարդիկ, ինչի մասին ենք խոսում։ Հարց եք տալի, ով է մեղավոր եղել, ես չգիտեմ դրա մեղավորն ով է, անկեղծ չգիտեմ։ Ես մի վարքյան, ես աշխատել եմ այդ համակարգում, ընդհանրապես պետական ծառայողները, որոնք որ աշխատում են պետական համակարգերում, դրանք պրոֆեսիոնալ մարդիկ են։ Այդ թվում նաև ես իմ աշխատած ժամանակահատվածում եղել եմ պրոֆեսիոնալ ծառայող, դասական ծառայող, եւ եթե ինձ ապօրինաբար աշխատանքից ազատած չլինեին, ես գուցե մինչև հիմա աշխատեի, չեմ թաքցնում, որովհետեւ իմ աշխատանքն է դա եղել։ Այնպես չի, որ ես քաղաքական պաշտոն եմ զբաղեցրել։ Թե ովքեր են մեղավոր, հիմա այդ ովքերը ես չեմ կարող ասել, ով կամ ովքեր։ Ովքեր այո, շատ ճիշտ է պատասխանեցիք, գործընկերը կատարողները մարդը պատասխանի։ Շատ լավ, պարոն Ֆարմանյան, տենց էլ չպարզեցիք ով էր մեղավոր, բայց կատարողներին պարզելու բոլոր լծակները դուք ունեք, մենք չունենք։ Մենք պարզում ենք, հերթով պարզելով գնում։ Պարզեք, խնդիր չկա։ Ուղղակի հենց պարզում ենք, ասում եք Ես լծակների չեմ բայց տիրապետում, պարոն Ռուբինյան, լծակների չեմ տիրապետում, պարզեք։ Հաջորդ հարցը